Պարոն Ռուբինյան, Անտալիայի հանդիպումներին անդրադառնանք, ձեր այսպես գնահատականն եմ ուզում լսել նախ Բայրամով Միրզոյան, այսպես ասած, հայտարարությունների, ոմանք ասացին, որ բանավեճի հետ կապված հայկական կողմի փաստարկները սահմանադրության հետ կապված եւ ադրբեջանական կողմի հայտարարությունները, դուք ինչպես եք գնահատում, արդյոք նույն ձևով է Ադրբեջանը ամեն անգամ փորձում տարբեր հարթակներում իր ցանկությունները հայտնել, թե այս անգամ դուք ինչ-որ նոր բան տեսակ նրանց հայտարարություն։ Չէ, նոր բան չտեսա, կողմերը իրենց դիրքորոշումները հայտնեցին, մեր դիրքորոշումն էլ հայտնի է վաղուց։ Սահմանադրության փոփոխության պահանջն են հիմնականում նշում, որ պետք է փոխվի սրա վերաբերյալ ինչ կասեք, թե արդեն հայկական կողմը ասել է, որ մինչև 2026 թվականը նոր սահմանադրության տեքստը պետք է պատրաստվի։ Ես ինչու նախ մի այդ երկու հանգամանքները իրար հետ մի նշեք, որտեղ ընդհանրապես կապ չունեն, երկրորդն էլ դրա հետ կապված որևէ ասելիք չունեն, որտեղ ինքներդ հղում արեցիք Անտալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում պարոն Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարարի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը, որտեղ պարոն Միրզոյանը շատ հստակ եւ աներկբա ներկայացրել է մեր դիրքորոշումը ձեր նշած հարցի շուրջ։ Եվ ձեր եւ թուրք բանագնացի հանդիպման անդրադառնանք, պարոն Ռուբինյան, ինչ գլխավորապես ինչ հարցերի շուրջ է եղել զրույցը։ Հավել եմ, Քլաչոյի հարցազրույցում նշել էր, որ սա բանակցություն չէ, այլ կարգավորման ուղղակի գործընթաց, կողմերը քննարկումներ են անում։ Արդյոք որևէ հստակ քայլ կա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Թուրքիայի ներկայացուցիչի հետ քննարկել են կարգավորման գործընթացը իր ամբողջ սպեկտրով, այսինքն բոլոր պայմանավորվածությունները, որը այս ընթացքում ձեռք ենք բերել, քննարկել ենք դրանց իրագործումը, ինչպես գիտեք, մի մասը իրագործված է, մի մասը իրագործված չէ, որոշ գործընթացներ կան անի պատմական կամուրջի վերականգնման շուրջ, վերջերս հանդիպում է տեղի ունեցել տեխնիկական մասնագետների Ստամբուլում դրա վերաբերյալ եւ այս սպեկտրն են քննարկել։ Դա այն պայմանավորվածությունն է, որի կատարման համար մենք մեր կողմից մեր անելիքը արել ենք եւ սպասում ենք, որպեսզի թուրքական կողմը կատարի պայմանավորվածությունը։ Ինչով է պայմանավորված։ Նորություն չկա այդ հարցում։ Այդ հարցում նորություն չկա։ Պարոն Ռուբինյան, եւ սահմանը կբացվի երրորդ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների միջև կա հստակ պայմանավորվածություն, որևէ հարց։ Հենց նոր է եղել այդ հարցին պատասխանում, որ դա այն պայմանավորվածություններից մեկն է, որը մինչ այս պահը չի կատարվել եւ Հայաստանի մեղքով չէ, որ դա չի կատարվել, որովհետեւ ինչպես հիշում եք, Հայաստանը վերանորոգեց Մարգարեի անցակետը եւ ամեն ինչ պատրաստ է այդ պայմանավորվածությունը իրագործելուն եւ սպասում ենք, որպեսզի Թուրքիան կատարի այդ պայմանավորվածությունը։ Վերջին հարցը։ Պարոն Ռուբինյան, արդյոք Թուրքիան շարունակում է պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Ես կարող եմ ասել ինչ է պնդում Հայաստանը պնդում է, որ Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի, դրանից զատել, ինչպես գիտեք, Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է եւ մենք պատրաստ ենք օր առաջ ստորագրել այդ համաձայնագիրը, այսինքն վարչապետը պատրաստ է դա անել եւ մենք առաջարկել ենք Ադրբեջանին սկսել խորհրդակցություններ դրա ստորագրման վայրի եւ ժամկետի շուրջ։ Բայց Ադրբեջանը որևէ արձագանք մինչ այս պահը չի տվել, ինչով է պայմանավորում այդ ցկցկումը զուգահեռ կրակոցներ է անում սահմանին։ Ինձ թվում է կարիք չկա ես ասեմ ինչով են պայմանավորում, բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանը աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ։ Մեր դիրքորոշումը ես հայտնեցի, մնացածը արդեն Ադրբեջանի դաշտում է։ Շնորհակալություն։